Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Խորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարարի անունը տասնամյակներ շարունակ ինչ-ինչ պատճառներով կարծես թե մոռացության է մատնվել։ Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված է Ալեքսանդր Բեգզատյանին։ Մեր հաղորդման հյուրերն են մեր Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը եւ Երևանի Պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, պատմագիտության դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։ Բարի գալուստ, հարգելի պարոնայք, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Այժմ դիտենք փոքրիկ ակնարկ նվիրված Ալեքսանդր Բեգզատյանի կյանքի եւ գործունեությանը եւ շարունակենք մեր հաղորդումը։ Խորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարար Ալեքսանդր Բեգզատյանը ծնվել է 1879 թվականի սեպտեմբերի 15-ին Շուշիում, դատական պաշտոնյայի բազմազավակ ընտանիքում։ Ավարտել է Շուշիի ռեալական ուսումնարանը, սովորել Կիևի Պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական բաժնում։ 1911 թվականին ավարտել Ցյուրիխի համալսարանը եւ ստացել իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 1906-ից 1914 թվականներին գործել է Շվեյցարիայում։ Եղբայրը Տիգրանը եղել է Հայաստանի առաջին հանրապետության արտգործնախարար։ 1920 թվականի դեկտեմբերից մինչև 21 թվականի մայիսը եղել է Խորհրդային Հայաստանի առաջին արտգործնախարարը։ Թուրքիայի կառավարությանը նոտաներ է հղել, պահանջելով դադարեցնել գրավված հայկական տարածքներում հայ բնակչության նկատմամբ գազանությունները, առաջարկել բանակցել Կարսի մարզը եւ Ալեքսանդրապոլը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու համար։ Թուրքիայի պահանջով արգելվել է նրա մասնակցությունը 1921 թվականի Մոսկվայի բանակցություններին, պատճառաբանելով Հայաստանում սկսված հակախորհրդային զինված ապստամբությունը։ Մասնակցել է 1922 թվականի Ջենովայի կոնֆերանսին։ 1922-ից 26 թվականներին աշխատել է Գերմանիայում ԽՍՀՄ առևտրական ներկայացուցչությունում։ 1926-ից 30 թվականներին եղել է Անդրկովկասի փոխվարչապետ եւ առևտրի ժողկոմ։ 1930-ից 34 թվականներին ԽՍՀՄ դեսպան Նորվեգիայում։ 1934-ից 37 թվականներին դեսպան Հունգարիայում։ 1938 թվականին ձերբակալվել է եւ գնդակահարվել 1939 թվականի օգոստոսի 10-ին, արդարացվել է 1956 թվականին։ Պարոն Մելքոնյան, Բեգզատյան եղբայրները, այդ ընտանիքը կարծեմ 4 թե 5 եղբայր են եղել, շատ հետաքրքիր ճակատագիր են ունեցել եւ բոլորն էլ մեր ժողովրդի հասարակական, քաղաքական կամ պետական կյանքում իրենց որոշակի դերակատարություն են ունեցել։ Ալեքսանդրը խորհրդային Հայաստանի արտգործնախարար, մյուս եղբայրը կարծեմ Տիգրանը մեր առաջին հանրապետության արտգործնախարար, մյուս եղբայրը էսերական կուսակցության ղեկավար գործիչ, սակայն ինչ-ինչ պատճառներով բոլոր եղբայրներն էլ մոռացության են մատնվել եւ այդ մոռացության մատնվելը կամ անտեսումը այդ շակերտների մեջ ասած այդ դափնուն հատկապես արժանացել հենց մեր այսօրվա հայորդին Ալեքսանդր Բեգզատյանը։ Շատ լավ, մենք ունեցել ենք տոհմեր, որոնք որ իսկապես ազնվականական ծագում ունենալով ճյուղավորվել են եւ իրենց հետքը մեր պատմության մեջ հստակորեն թողել են, եւ ես չեմ սխալվի, եթե ասեմ, որ Բեգզատյանների տոհմը, այսպես ավանդական, շուշեցիական ծագումով եղել է դրանցից մեկը։ Ուրեմն նրանց հայրը Արտեմը կամ Հարությունը տարիներ շարունակ եղել է դատավոր եւ իրավաբան լինելով հանդերձ բնականաբար ձգտել է իր զավակների մի մասին դարձնել իրավաբաններ։ Եվ մի հրաշալի տոհմ է ձևավորվել Բեգզատյանների, Շուշին հասկանալի է մեր կյանքում ինչ տեղ ու դեր է ունեցել, եւ այդ տեսանկյունից համատաբար ավելի ունևոր ընտանիք լինելով հանդերձ Արտեմ կամ Հարություն Բեգզատյանը հնարավորություն է ընձեռել իր զավակներին մինչև հիմա տարբեր թվեր են շրջանառվում, տեսեք 5 զավակների մասին խոսեցիք, կարծեմ 5 տղա, 2 աղջիկ, տվյալներ ունենք, որ մինչև 15-16 զավակ են ունեցել, նրանց մի մասը ընթացքում մահացել են, բայց այդ ընտանիքի մեջ գոնե 6-7-ը եղանակ են ստեղծել մեր հասարակության մեջ, եւ ես խորապես համոզված եմ, երբ որ Սարոյան եղբայրներ ֆիլմը նկարահանվել է, Բեգզատյան եղբայրների խնդիրը անպայմանորեն այստեղ հաշվի առնվել, որտեղ դուք պատկերացրեք Ալեքսանդր Բեգզատյան հայտնի համայնավար բոլշևիկ գործիչ, Տիգրան Բեգզատյան դաշնակցական գործիչ, առաջին հանրապետության գործիչներից մեկը, Ռուբեն Բեգզատյան էսերական կուսակցության գործիչ, Հովսեփ
Բեգզադյանը սկզբում եղել է դաշնակցական, այնուհետև դուրս է եկել, դարձել է մենշևիկ սոցիալ-դեմոկրատ։ Ուրեմն Մարիան քույրերից Մարիան, Ելենան ազգային կյանքում շատ ակտիվ գործիչներ են եղել 20-րդ դարի սկզբին։ Պետրոսը դաշնակցական գործիչ է եղել, հետագայում հարել է նաև սոցիալ-դեմոկրատական այլ ուղղությունների եւ տեսնում ես, որ Բեգզադյանների ընտանիքը իսկապես եղանակ է ստեղծել մեր հասարակության մեջ, ընդ որում տարբեր ճակատներում։ Օրինակ, երբ որ խոսք է գնացել Ալեքսանդր Բեգզադյանի եւ Ռուբենի մասին, այս եղբայրների բանավեճը միշտ ավարտվել է աթոռակռվով։ Մանավանդ ընտանիքը երբ որ տեղափոխվեց Բաքու, այնտեղ Բաքվում նրանք հաճախակի հանդիպում էին եւ նրանց բոլոր հանդիպումները ավարտվում էր ծեծկրտուկով։ Ալեքսանդր Բեգզադյան ուրիշ պատճառ իհարկե չէ։ Տեսեք, ազնվականական ընտանիքի զավակ լինելով հանդերձ ստացավ դասական կրթություն։ Ալեքսանդր Բեգզադյանը իհարկե դա վերաբերում է նաև մյուս որդիներին։ Ուրեմն ավարտելով ռեալական ուսումնարանը հայտնի Շուշիի, դարբնոց էր մեզ համար այդ հաստատությունը, դրանից հետո ուսումը շարունակեց Կիևում։ Ստացավ իրավաբանական եւ տնտեսական կրթություն եւ առաջին սոցիալ-դեմոկրատական հայկական սոցիալ-դեմոկրատական կազմակերպություններից մեկի հիմնադիրներից մեկը դեռ 1901 թվականին դարձավ ինքը, 3 թվականին ՌՍՏԲ անդամ դարձավ։ Դատավորի տղան, ցարական դատավորի տղան, այո։ Եվ որից հետո 1904-5 թվականներին ակտիվորեն մասնակցում էր հակացարական ելույթներին եւ ընտանիքով 1905 թվականին հայտնվեցին Բաքվում։ Այդ ցույցերին ակտիվորեն մասնակցելու համար նրան վտարեցին Կիևի համալսարանից եւ նա տեղափոխվեց Բաքու, այնտեղ անցավ աշխատանքի եւ իր գործունեության համար ձերբակալեցին նրան, որից հետո նա բանտից փախավ, հայտնվեց արտասահմանում Ռուսաստանյան առաջին հեղափոխությունից հետո եւ գործունեությունը շարունակեց Շվեյցարիայում։ Ուսումը եւս միաժամանակ շարունակեց այնտեղ, իրավագիտության դոկտոր դարձավ 1912 թվականին եւ ի տարբերություն այլ համայնավար այսպես սոցիալ-դեմոկրատ գործիչների նա ամեն ինչ անում էր, որ հատկապես երկրորդ ինտերնացիոնալի անդամ կուսակցությունների գործիչներին ծանոթացնել հայկական հարցի հետ։ Սա շատ կարևոր է։ Մենք միշտ գնահատում ենք համայնավար գործիչներին վատսական դիրքերից, որ նրանք ազգային միջավայրից ու մթնոլորտից հեռու են։ Իրականությունը այդպես չէ։ Ալեքսանդրի պարագայում միանգամայն այո։ Այո, ընդհակառակը նա Բազելի կոնգրեսին մասնակցելով սոցիալ-դեմոկրատների կուսակցության ամեն ինչ անում էր, որ հայկական հարցի վրա հրավիրեր այլ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ուշադրությունը։ Եվ իր գործունեությունը շարունակելու մինչև 1915 թվականը ռուսական ոստիկանությունը ամեն ինչ արեց, որպեսզի մոլորեցներ Ալեքսանդր Բեգզադյանին, բերեր հայրենիք եւ նա 15 թվականին վերադարձավ Ռուսաստան եւ ամիջապես նրան տեղում ձերբակալեցին 2 տարի բանտում մնալուց հետո 17 թվականի փետրվարյան հեղափոխությունից հետո ազատ արձակվեց, որտեղ ժողովրդավարական գործընթացները սկսեցին, որից հետո գործունեությունը դարձյալ շարունակեց Բաքվում, այստեղ էր որ Բաքվում հանդիպեց դարձյալ իր եղբորը Ռուբենին եւ ծեծկրտոցը նորից սկսվեց երկու եղբայրների միջև։ Բայց նա այսպես հավատավոր ընդգծված համայնավար չէր իր հայացքներով, ազգային նկարագիր ուներ դեր այն ժամանակից, որը օրթոդոքս չէր այսպես։ Այո, եւ հետագայում դա զգացվեց նրա գործունեության մեջ, անկասկած նրա եղբայրների, ուրեմն Հովսեփի հատկապես ազդեցությունը եւ Տիգրանի ազդեցությունը նրա վրա բավականաչափ զորավոր էր, ուժեղ էր եւ պատահական չէ որ նրանց ազդեցությամբ նա հայկական հարցի նկատմամբ ուներ որոշակի վերաբերմունք։ Պատկերացրեք, ուրեմն առաջին հանրապետության շրջանում Տիգրան Բեգզադյանը լինելով Հայաստանի հանրապետության ներկայացուցիչ Ադրբեջանում, Վրաստանում եւ միաժամանակ ինքը Բաքվում շարունակում էր հակա, այսպես ասեմ, հանրապետական գործունեություն, առաջին հանրապետություն նկատի ունեմ, երբ որ եղբայրը այնտեղ դեսպան էր եւ այս պայմաններում դեռ շարունակում են երկու եղբայրները համատաբար ավելի, այսպես տանելի պայմաններով եղբայրների այդ երևույթն էր։ Խոսքը 19 թվականի մասին էր հատկապես, որից հետո հաշվի առնելով այդ հանգամանքը, որ եղբայրը գործունեություն է ծավալել Բաքվում սոցիալ-դեմոկրատական կուսակցության շրջանակներում, Տիգրան Բեգզադյանին ետ կանչեցին եւ փոխարինեցին նոր ներկայացուցիչ, որպեսզի եղբայրների միջև հանկարծ կոնտակտ չստեղծվի եւ հանրապետության առաջին հանրապետության ղեկավարությունը բնականաբար դրանից զգուշանում էր։ Դրանից հետո Բաքվում երբ ստեղծվեց Հայ հեղկոմը 20 թվականի նոյեմբերի 15-ին Բեգզադյանը բնականաբար նրանց մեջ էր եւ երբ որ առաջիններից մեկը հեղկոմը ժամանեց Հայաստան արդեն խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ալեքսանդր Բեգզադյանը ցույց տվեց իր ազգային նկարագիրը։ Պատկերացրեք անմիջապես արտգործ ժողկոմի եւ պարենավորման ժողկոմի պաշտոնում
սկսեց զբաղվել գաղթականներով եւ մեկը մյուսի հետևից բողոքի նոտաներ ներկայացնել Թուրքիային, քեմալականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածների, Ալեքսանդրապոլի գավառում, Կարսի մարզի տարածքում եւ Սուրմալուի գավառում։ Ընդ որում կարող եմ ասել, որ այս ամենը շատ դեպքում անում էր առանց համաձայնեցնելու Սարգիս Կասյանի հետ, որը Հեղկոմի նախագահն էր։ Եվ երբ որ տեղի ունեցավ փետրվարյան ապստամբությունը, այնքան համարձակություն, քաղաքական համարձակություն ունեցավ, որ Ալեքսանդր Բեգզադյանը համարելով, որ իրենք ձախողվել են, քանի որ տեղի ունեցավ փետրվարյան ապստամբությունը 21 թվականի, հրաժարական ներկայացրեց։ Բայց այդ նույն պատասխանատու օրերին նա գտնվում էր Մոսկվայում որպես մեր պատվիրակությունը ներկայացնող անձնավորություն, որտեղ Մոսկվայում քառակողմ կոնֆերանս պետք է հրավիրվեր սահմանների հետ կապված, որը որ գիտեք քառակողմը վերածվեց երկկողմի Քեմալա բոլշևիկյան եւ մյուս կողմից էլ քեմալական եւ բոլշևիկյան երկկողմ խորհրդաժողովի խոսքը Մոսկվայի խորհրդաժողովի մասին է, որի արդյունքում մենք տարածքային կորուստներ ունեցանք։ Եվ այս անձնավորությունը 1921 թվականի ապրիլի կեսերին, տեսնելով, որ չի կարողանում խնդիրը լուծել, մանավանդ որ օգտագործվեց այն հանգամանքը, որ փետրվարյան ապստամբությունը տեղի ունեցել եւ հատկապես թուրքերը օգտագործեցին այս խնդիրը, ասելով, որ Հեղկոմն այլևս չի գործում։ Թուրքիայի պահանջով նրան արգելվեց։ Այո, արգելվեց նրա մասնակցությունը։ Այս պայմաններում նա ապրիլի կեսերին բողոքի նոտա ներկայացրեց Ռուսաստանի ժողկոմ խորին, իդեմս նրա նախագահ Լենինի։ Այսինքն մարդը ազգային նկարագիր ունեցող անձնավորություն էր եւ այս պայմաններում դեռ շարունակվում էր Տիգրան Բեգզադյանի գործունեությունը որպես Վրաստանում ներկայացուցիչ, Եվրոպայում նույնիսկ ներկայացուցիչ, պատկերացնում եք, մեկը դաշնակցական, մեկը սոցիալ-դեմոկրատ եւ այս պայմաններում երկու եղբայրները շարունակում են աշխատել, որտեղ երկուսն են միմյանց եւ ունեին ազգային նկարագիր երկուսն էլ, զարմանալիորեն։ Պարոն Մելքոնյան, դուք քանի անգամ շեշտեցիք այդ ազգային ու ներազգային նկարագիր, տարբերվում է շատ բաներով են մյուս այսպես ասած օրթոդոքսներից, սակայն հենց այդ կտրվածքով նման ազգային նկարագիր ունեցող համայնավարը հետագա տարիներին մոռացության մատնվեց եւ մեր օրերում էլ իհարկե նրա մասին որևիցե դրական խոսք ասելը ինքնին նշանակում է քո վրա բերել բավականին ճակերտավոր լուրջ մեղադրանքների տարապ է գալիս, որը միանգամայն անհասկանալի է։ Ես չեմ զարմանում, որովհետեւ մեզանում երբ որ հետխորհրդային տարիներին սկսեցին առաջին հանրապետության գործիչների մասին խոսել միայն դրականը, մոռանալով նաև թերությունները եւ փնովում էին խորհրդային գործիչներին, ընդհանրապես բոլշևիզմը, համայնավարությունը, մոռացան, որ նրանց մեջ կան նաև ազգային պայծառ գործիչներ, որոնք որ մեր պատմության մեջ բախտորոշ դեր են ունեցել եւ այդ մարդկանց հավուր պատշաճի պետք է գնահատել եւ դրանց մեջ անկասկած Ալեքսանդր Բեգզադյանը։ Շնորհակալություն, պարոն Մինասյան։ Բեգզադյանը իհարկե արդեն պարոն Մելքոնյանը ներկայացրեց խորհրդային Հայաստանի արտգործ ժողկոմի ժամանակ գործունեությունը, սակայն նա դրանով չսահմանափակվեց, երևի հենց այդ նշած ազգային նկարագիրն էլ պետք է պատճառ համարել, որ արդեն 21 թե 22 թվականից նա արդեն խորհրդային Հայաստանից հեռացավ կամ այլ տեղափոխվեց ու բավականին մոտս նշել եմ եղել է Անդրկովկասի փոխվարչապետ ժողկոմ նախարար եղել Անդրկովկասի եւ երկու երկրում Նորվեգիայում եւ Հունգարիայում 30-ական թվականներին եղել է խորհրդային միության դեսպան, որը ինքնին արդեն բավականին պատասխանատու պաշտոն է։ Ուրեմն նախ ես ասեմ, շարունակեմ պարոն Մելքոնյանի միտքը, իսկապես Եբրև ազգային գործիչ դիմագիծ ունեցող ազնվորություն, նա մի քանի անգամ այսպես ակնհայտ ձևով դա ցույց տվեց, այդ թվում նաև 1921 թվականի հունիսի 25-27-ին, երբ հանձնաժողովի նիստեր, գիտենք ՌՍԴԲԿ կոնկրետ կավ բյուրոյի նիստը, որը վարում էր Կիրովը, այստեղ սահմանների հարցն էր ընդ որում դրված Անդրկովկասյան կոնկրետ երկրների հանրապետությունը եւ այստեղ ներ համարձակ ելույթներով պահանջեց եւ Լեռնային Ղարաբաղի եւ Լոռու եւ Ջավախքի խնդրի լուծում պահանջեց 25-26-ին, որտեղ իհարկե չպետք է մոռանանք ծագումը որտեղից է։ Շուշեցին եւ իհարկե չէր կարող տարբեր մնալ մյուսների նման։ Նրա համարձակ ելույթը, որ բնակչությունը տոգոսային հարաբերությամբ գերակշիռ հայկական է եւ այս տարածքները պետք է անպայման խորհրդային Հայաստանի էթնիկ սկզբունքը կիրառելով նա այդ պահանջը դրեց եւ իր համարձակ ելույթները շատ նույնիսկ մենակ էր ամեն երկրի այնտեղ
Վրաստանն էր ներկայացվում, նույն ադրբեջանական կողմն էր իր ներկայացուցիչները, բոլորը 2-2, նույնիսկ 3, իսկ նա միայնակ պայքարում էր եւ չնայած Կիրովի հագարագործ կողմերի պաշտպանության պարագայում։ Մենք հիշենք նաեւ հատկապես նրա դիրքորոշումը հետագայում եւ իբրև պարենային ժողկոմ նա մնաց, չնայած արտգործ ժողկոմից հրաժարվեց եւ գաղթականության հարցով շարունակում էր, ինչպես պարոն Մելքոնյանն ասեց, Հյուսային Կովկասի շրջանի մյուս տարածքների հայ գաղթականության խնդիրներով զբաղվել։ Իբրև պարենային ժողկոմ եւ նաեւ արտաքին կերակրել եւ սնունդը, այո, եւ նաեւ արտասահմանից պարնամթերք բերելու վալյուտայի եւ այլնի խնդիրների, նաեւ ինչու՞ չէ համագործակցության պայմաններում, երբ 1922 թվականին հիշենք Ռապալոյի պայմանագիրը ստորագրվեց Ջենովայի, նա իբրև կոնֆերանսին մասնակցել է, ոչ, մասնակցել է իբրև առևտրական ներկայացություն Անդրկովկասի ներկայացուցիչ եւ համարձակ իր ելույթներով այստեղ են պաշտպանելով նաեւ համագործակցության Գերմանիայի հետ գիտեք առանձին պայմանագիր կնքելու համաձայնագիր եւ պատահական չի որ հետագայում էլ նա նշանակվեց հենց դրանից անմիջապես հետո նշանակվեց Գերմանիայի արդեն կուսակցության կողմից իբրև ներկայացուցիչ կոնկրետ ՌՍՖՍ-ի, այսինքն Ռուսաստանի ներկայացուցիչը Գերմանիայում եւ ընդ որում այստեղ շատ հետաքրքիր խնդիրներ նա բարձրացրեց եւ այստեղից նորից շարունակում էր պարենամթերքի խնդիրների հարցերը խորհրդային միության հետ համաձայնության հիման վրա նաեւ ուղարկել Հայաստան։ Իբրև հայրենասեր անձնավորություն, նա միշտ էլ ես սա շեշտադրում եմ, որ մնաց իր էությամբ ազգային եւ երբեք չդավաճանեց իսկ ինչքան թույլ էր տալիս այն իրականությունը, այն իշխանական համակարգը, որի պայմաններով նա 1926 թվականը նա աշխատեց այստեղ, դրանից հետո վերադարձավ Անդրկովկաս, ես ասեմ, որ այստեղ Անդրկովկասում նշանակվեց արդեն ասեցիք Ժողկոմխորի նախագահի տեղակալը եւ նաեւ նորից փոխվարչապետ եւ ակտիվորեն նաև այդ արտաքին առևտրի խնդիրների հարցում տնտեսական խնդիրների փայլուն գիտեր, չնայած իրավաբան լինելով հանդերձ տնտեսությունը նա փայլուն գիտեր եւ աշխատելու տարիներին իբրև արտաքին առևտրի ժողկոմ եւ նաև միաժամանակ հացամթերումների գծով պատասխանատու անձնավորություն փայլուն գիտեր եւ մեծ դեր խաղաց հետագայում էլ նույնիսկ Հունգարիայում եղած դեսպանության տարիներին այս գործի խորհրդային պետության հետ հարաբերությունների տեսակետից եւ սննդամթերքի, պարենամթերք եւ նաեւ երկաթե արտադրության եւ այլն առևտրական պայմանագիր կնքելու նա մեծ դեր խաղաց այս հարաբերությունները կարգավորելու, որտեղ հունգարացիները Ռուսաստանի նկատմամբ ճշտամական վերաբերմունք ունեին, պատահական չէր դա, այդ որոշակի ժամանակահատված ձևավորված, նա այս հարաբերությունները կարգավորեց։ Ես ուզում եմ շեշտադրեմ նաեւ հետագա շրջանում, երբ նա Անդրկովկասում իսկապես վիթխարի դերակատարում ունեցավ, բոլոր տնտեսական խնդիրները կոնկրետ մեր հանրապետության համար շատ կարևոր լուծելու գործում նորից գաղթականության խնդիրը այս հարցում էլ նրա աչքի առաջ էր, միշտ դա մնաց։ Եվ մինչև վերջ էլ հիշենք, որ երբ արդեն 1930 թվականի սեպտեմբերին վերադարձավ, ներողություն նշանակվեց արդեն ֆինանսների նախարար, ընդ որում արտգործ արդեն ժողկոմից հետո ֆինանսների նախարար անդրֆեդերացիայի արդեն իբրև այդ կառույցի նա մեծ դեր խաղաց նաև այդ օգնությունը Հայաստանին ցուցաբերելու առումով։ Դեռևս նույնիսկ 21-22 թվականին պետական լինելով Հայաստանի մասին անդադ ուշադրություններ դարձնում եւ պատահական չի նույնիսկ այդ ժամանակ նույնիսկ Միասնիկյանի հետ գալով Հայաստան նա էլ նպաստեց եւ մեծ քանակությամբ գումար մինչեւ 3 միլիարդ հասնող թղթադրամ, մոտ 1.5-ից 2 միլիարդի ոսկե արդեն դրամներ, դրամ նա ապահովեց Հայաստանին այդ շրջանում եւ միշտ ուշադրության կենտրոնում էր Հայաստանը։ Իսկ 1930 թվականին, երբ նշանակվեց արդեն Նորվեգիայում դեսպան, առաջին եւ ամենաուշադրության կենտրոնում եղավ նաեւ ոչ միայն խորհրդային Ռուսաստանի եւ Նորվեգիայի, այլ Հայաստանի Նորվեգիայի հարաբերությունները։ Պատահական չի, նա շատ լավ փայլուն գիտեր պատմությունը, գիտեր
Նանսենին, որ եկել էր Հայաստան եւ մեծ չափով կոնկրետ Նանսենյան ընտանիքի հետ ջերմ հարաբերություններ էր պահպանում եւ նույնիսկ այդ տարիների նրա խորհրդով առաջարկվում էր անպայման Նանսենի անունով փողոց անվանակոչել Հայաստանում, Նանսենի արձանը դնել։ Նա առաջիններից մեկն էր այդ ջատագովներից, որ մինչև վերջ մնաց իր սկզբունքներին։ Արդեն դրանից հետո նա տեղափոխվեց Հունգարիա, ասեցի, մոտ 4 տարի, մինչև 37 թվականը։ Դրանից հետո արդեն հիշում եք 1933 թվին արդեն Գերմանիայի կենտրոնում ֆաշիստները իշխանության գլուխ էին բարձրացել, հիմնական խնդիրը անվտանգության եւ խաղաղության ապահովման հարցն էր։ Նա այս ուղղությամբ նույնպես մեծ ջանքեր Պարոն Մինասյան, առաջանցնելով, ինչ եք կարծում արդեն մեր անկախ հանրապետության պայմաններում այնպիսի մի պետական գործիչ կամ կոնկրետ դիվանագետ, ինչպես են Ալեքսանդր Բեգզադյանը, որը միանգամից երկու պետությունում անժանակվա աշխարհի գերտերություններից մեկի խորհրդային միության արտակարգ լիազոր դեսպանն եղել, բայց մի քիչ կասկածում եմ, թե մեր ներկա երիտասարդ դիվանագետները Ալեքսանդր Բեգզադյանի մասին կիմանան։ Նրա այդ կերպարը Այո։ Արդյոք օրինակելի չպիտի լինի, օրինակելի պիտի լինի իմ եւ քիչ առաջ ասեցի։ Որտեղ մեր հայրենակիցներից հատուկենտ են եղել, որ բարձր դեսպանական պաշտոններ զբաղեցին։ Եվ նաեւ պատասխանատու պաշտոնների եւ առանձնապես նաեւ դիվանագիտական աշխատանքի նա իր բնավորության մեջ ուներ գծեր հայրենասիրական նվիրում եւ ուղն ու ցույցով ճիշտ է համայնավար էր, բայց նվիրված էր իր հայրենիքին ու ժողովրդին։ Նման անհատներ ցավոք սրտի հազվագյուտ էին մեր իրականության մեջ չնայած կային, բայց նա առանձնանում է եւ անպայմանորեն պետք է Բեգզադյանի անունը նրա փառքը ասեմ, անպայման պետք է վերականգնել։ Եւ վերականգնել ֆակուլտետում նրա անվան կրթաթոշակ կարելի է սահմանել։ Իմ կարծիքով, այո, միանշանակ եւ փողոց անվանակոչել եւ ինչու՞ չէ կրթաթոշակ պարտադիր։ Ապակա դիվանագետները այո, նա իբրև դիվանագետ առանձնանում էր իսկապես։ Պատահական չի 1938 թվական երբ վերադարձավ անհիմն մեղադրանքով բռնադատեցին նրան եւ գնդակահարվեց։ Դրանքներից մեկը նա էր, որ նրան մեղադրում էին, որ հանուն անկախ Հայաստանի պայքար է մղել։ Այո, այո։ Եվ ժամանակի ընթացքում եւ իսկապես այդպես էր, նա իր նվիրյալ, իր գործնեությամբ առանձնանում էր։ Ես ասում եմ քիչ առաջ, որտեվ նա իրոք անկախ Հայաստանի համար իբրև նվիրյալ պատահական չէր պարոն Մելքոյանի խոսքը, որ եղբոր հետ երկուսն էլ ազգային դիմագիծ ունեցող անձնավորություններ են եւ պատահական չի։ Նրանք գաղափարական արճակատում երբեք էլ չունեցան։ Այ մյուս եղբայրների հետ ունեին, բայց Տիգրանի հետ չունեցան։ Եվ մյուս խնդիրը, մյուս եղբայրները, օրինակ Արամն ու Գուրգենը քաղաքական կյանքից հեռու մարդիկ էին։ Եվ փաստորեն այդ եղբայրների մեջ մի ընդհանուր գաղափար էր։ Դա հայրենասիրությունն էր, նվիրումն էր ամեն դեպքում, թեկուզ SR լիներ։ Այ մի եղբայր արդեն պարոն Մելքոյանը ասեց Ռուբենը, այո, բժիշկ էր, հետագայում Հյուսային Կովկաս գնաց, բժշկության ասպարեզում արդեն մասնագիտացավ եւ շատ խնդիրներ կար, որ նրանց էությունը ազգային իրոք դիմագիծ է։ Պարոն Մելքոյան, վերջին շրջանում մի մոտ այնպես սитуացիա է ստեղծել, որ պատմությունից ավելի շատ սկսել են խոսել կամ դատողություններ կատարել ոչ պատմաբանները, ոչ մասնագետները եւ խորհրդային ժամանակաշրջանի պատմություն հանրավի կերպով փորձում են սևացնել կամ ժխտել միջդեռ թե անձանց կոնկրետ ասենք Բեգզադյանի կամ մյուսների պարագայում եւ թե երևույթները մենք պատմաբաններս սովորել ենք, որ հարկավոր է ներկայացնել, գնահատել եւ արժևորել հենց կոնկրետ տվյալ ժամանակաշրջանի համապատկերում։ Այդ թե դրա վերաբերյալ ձեր կարծիքը եւ թե մեր պատմության ինստիտուտը կոնկրետ խորհրդային Հայաստանի պատմության կամ գործիչների վերաբերյալ ինչ ծրագրեր կամ աշխատանքներ է կատարում։ Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեզանում համայնավարությունը բոլշևիզմը որպես երևույթ խորությամբ չի ուսումնասիրված, որտեղ բոլորը կարծում են, որ եթե մարդը համայնավար է, ուրեմն սոցիալիստական հեղափոխության հովերով տարված նա ազգային խնդիրներից հեռու է։ Ես խորապես համոզված եմ, որ Ալեքսանդր Բեգզադյանը, ինչպես պարոն Մինասյանը ճիշտ նշեց, անկախ Հայաստանի կողմնակից է եղել, սոցիալիստական Հայաստանի եւ մի մոռացեք, որ
Նոյեմբերի 29-ին հեղկոմը երբ հռչակեց Հայաստանը սոցիալիստական, անկախ սոցիալիստական հանրապետություն եւ այս կարգավիճակը այսպես թե այնպես մինչեւ 1922 թվականի մարտի 12-ը մնաց եւ միայն Բուդում դիվանին չէր վրաց գործիչների մեջ, որ անկախ Վրաստանի սոցիալիստական Վրաստանի կողմնակից էր, մեզանում եւս կային այդպիսիք, բայց նրանց կողքին կար Իսահակ Դովլաթյան եւ Ավիս Նուրիջանյան կամ Գևորգ Աթարբեկյան, որոնք իրենց ցախությամբ ամեն տեսակ բռնությունների կողմնակից էին։ Բեգզադյան, Մռավյան, ինչու՞ չէ Կասյան, Նյասնիկյան այդպիսի գործիչներ չէին։ Ուրեմն սոցիալիզմի ընկալումը չի նշանակում, թե բացառում էին ազգային խնդիրների լուծումը։ Եվ այդ իմաստով ես այն կարծիքին եմ, որ խորհրդային Հայաստանի պատմությունը շատ ավելի խորությամբ պիտի ուսումնասիրենք եւ այս կարգի գործիչների գնահատականը հավուր պատշաճի տանք։ Ես վերջերս մի ինտերվյու եմ տվել, որտեղ այնպես էին ներկայացրել մեր լրագրողներին խոսքը, թե իբր ես կողմնակից եմ բոլոր համայնավար գործիչների անունները փոխել։ Ուղիղ հակառակը այդ հարցազրույցում նշում է, որ Բեգզադյան եղբայրների անունով փողոց պիտի ունենալ։ Այսօր անդադ կպել են Կասյանի մասին են խոսում, չէ՞։ Այ Կասյանը մի գործիչ է, հեղկոմի նախագահ առաջին ղեկավարներից մեկը, չէ՞։ Բայց եթե նույնիսկ այդ անունը փոխեն, ինչպես Մռավյանի անունը փոխեցին, որ գուցե պետք է մնար նաև, թող ինչու՞ չէ կոչվի Բեգզադյանների փողոց։ Եթե փոխում են կանոնը, բերեք խորհրդային Հայաստանի գնահատականը հավուր պատշաճի տանք, որտեղ ազգային նկարագիրը այստեղ եւս հստակ արկա է եղել։ Ինչ ճակատագիր ունեցան Բեգզադյան եղբայրները։ Ալեքսանդր Բեգզադյան 39 թվականի օգոստոսի 10-ին գնդակահարվեց նաև այն բանի համար, որ դաշնակցական եղբոր Տիգրան Բեգզադյանին պաշտպանում էր արտասահմանում եւ փորձեց Անգլիայում ինչ-որ աշխատանքի տեղավորել նրան խորհրդային Հայաստանի անունից, սա հանգամանք օգտագործեցին, որ դաշնակցական եղբոր հետ գործ ունի։ Էսեր մյուս եղբայրը Ռուբենը, որի հետ միշտ կռիվների մեջ էր, նրան եւս 37-ին գնդակարեցին։ Պետրոսին, որը ռազմական գործիչ էր, հայկական դաշնակցության անդամ, նրան եւս գնդակահարեցին։ Բռնությունների ենթարկվեցին Մարիան եւ Ելենան քույրերը։ Սրանք ողբերգական վախճան ունեցան։ Հիմա ինչու այդ մարդկանց մասին մենք մոռանում ենք, հիշում ենք միայն Աղասի Խանջյանին, որ այդպիսի վախճան ունեցավ։ Սրանք ամբողջ տողը բնաջնջեցին Բեգզադյանների, որոնք որ մեր պատմության մեջ լրջագույն տեղ ունեն։ Դրա համար ես կարծում եմ, որ խորհրդային Հայաստանի պատմությունը պիտի խորությամբ ուսումնասիրել եւ հասկանալ հետեւյալը։ Այդ տեսեք, պարոն Մինասյանը օրինակներ էր բերում։ Բեգզադյանը այն գործիչներից էր, որը գտնում էր, որ սոցիալիստական հեղափոխությունը չի նշանակում, թե սահմանները պիտի վերանան, եւ մտածում էր ազգային դիրքերից, ասում էր, որ սոցիալիստական Հայաստանը պիտի ունենա իր սահմանները, այլապես 21 թվականի հունիսի 25-26-ի նիստերում Կավբյուրոյի ելույթ ունենալիս չէր ասի, որ հարգելի եղբայրներ, ադրբեջանցիներ եւ վրացիներ, լինելով համայնավարներ, դուք պետք է հասկանաք, որ հայ ժողովուրդը ողբերգություն է տեսել 15 թվականին։ Ամբողջ հայրենիք է կորցրել, հայրենազրկվել է, ուրեմն ըստ այդ մեր ելնելով սահմանների հարցում պետք է ընդառաջեք մեզ եւ այդ վիճելի տարածքների հարցում զիջման գնաք, որպեսզի խորհրդային Հայաստանը եւս նորմալ պետություն լինի, անկախ սոցիալիստական պետություն։ Հետագայում նրանց կայթակղեցին այլ գաղափարներով, անդրդաշնություն եւ այլն բան, ցախլիկություններ նրանք էլ ունեցան, բայց գիտեք ինչ կա, մարդուն պետք է գնահատել իր ամբողջական գործունեությամբ։ Առանձին դրվագները էական չեն։ Հարգելի բարեկամներ, եւս մեկ անգամ շնորհակալություն ձեր պատրաստակամության համար։ Այսօր գուցե մոռացության վերջնական մոռացության պիտի մատնվեր, սակայն ձեր օգնությամբ մեր հայրենակիցներին ներկայացրեցինք այնպիսի մի ազգային դիմագիծ ունեցող հայրենասեր պետական եւ դիվանագիտական գործի, ինչպիսին Ալեքսանդր Բեգզադյանն էր եւ իհարկե Բեգզադյանների տոհմին ինչքան հնարավոր էր։ Հարգելի հեռուստադիտողներ, Հայորդիներ հաղորդաշարի այսօրվա հաղորդումը նվիրված էր Ալեքսանդր Բեգզադյանին։ Առայժմ այսքանը, ճանաչենք Հայորդիներին։